Ողջույն, եթերում Telcast-ն է։ Այսօրվա մեր հյուրն է Դևիլը։ Բարև Դևիլ ջան։ Բարև Դավ ջան, շատ ուրախ եմ քո մոտ հյուր լինել, շատ ուրախ եմ քո այս նախաձեռնության համար, շարունակական լինելու համար, չհոգնել, չթարգելու համար, այս քո էնտուզիազմը, որ դու անում ես, ցանկանում եմ, որ քեզ լիքը հաջողություններ բերի նաև այս մի հարցում։ Շատ շնորհակալ եմ։ Իրականում սա յուրահատուկ թողարկում է, որովհետև դու առաջինն ես, ում դեմքը մենք ցույց չենք տալու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոնտաժի ընթացքում չերևա, ու ասեմ քեզ, որ գրեթե բոլոր մեր հետևորդները չգիտեն թե ինչ ձևով է դա լինելու, ոնց ենք մենք փորձելու փակել քո դեմքը։ Չնայած այդ հանգամանքին կարծում եմ, որ հետաքրքիր զրույց կունենանք այսօր։ Սկսենք, թե ինչ որ ասելու բան ունես։ Ու ասելու բան, ոնց որ Սինդոյանի ավանդույթի համաձայն ես մի փոքր նվեր եմ բերել։ Ինքը մնայուն չի, ես հատուկ մնայուն նվերներ չեմ տալիս, որ էլի առիթ էլի տալու։ Շատ շնորհակալ եմ, ասի հուսով եմ մենք իրար հետ կխմենք մի օր։ Դե գովազդ չանել նպատակով ես ցույց չեմ տալու ամբողջությամբ, ասեմ դա ջին է։ Շատ մերսի, եսի տնենք այստեղ։ Հիշում եք էլի, որ վերջի անգամ տակը տվել ենք։ Գնացինք, մի քիչ Գնացինք։ զրուցենք։ Դե երևի առաջին հարցը, որ հետաքրքրում է գրեթե բոլորին, որովհետև երբ որ ես գրեցի, որ կարող եք գրել ձեր հարցերը, եկան ու շատերը գրեցին առաջին հիմնական հարցը, ինչու ես դու ընտրել հենց Devil կերպարը, հենց Morningstar-ի կերպարը։ Դա իրականում այդ Devil-ի կերպարը կարելի ասել հանգարց հեքիաթրեց հայտնվել, որովհետև երբ որ Instagram-ում գրանցվել եմ, այդ պերիոդ սերիալը հայտնի էր։ Ու ես սովորություն չունեմ իմ անունով, իմ նկարներով որևէ սոցցանցում ունենամ էջեր։ Այդ իմ համար պրինցիպիալ է ուղղակի։ Ինձ տեն մնեն մարդիկ, ովքեր իմ նեղ շրջապատում են, այսինքն ես ոչ նկար դնելու կարիք ունեմ, ոչ իմ մասին ինֆորմացիա տալու կարիք ունեմ։ Ու ոնց որ այդ ժամանակ, որ համընկավ ու Instagram-ի էջ բացելուց, ու Instagram-ն էլ իրականում մենակ reel նայելու համար է իմ համար, էլի։ Ու դե էջը որ սկսում ես բացել, վերում է, չէ, անուն, ազգանուն, այդ բան մտածեցի, ինչ պետք է գրեմ, ինչ-որ բան, պահի տակ հերոսը եկավ։ Իրականում այտենց է բացվել ինքը։ Ու թրեցում արդեն դե ավտոմատ այդ անունով է եկել։ Թրեցը սկզբի անգամ որ մտել եմ հիմնականում ռուսական սեկտորներ, այնտեղ իրանց հետ շփումներ բաներ, ու ոնց որ մի քանի հատ կատակ այդ թեմայի մեջ, չգիտեմ, դեժոխքի հետ կապված, սատանայի հետ կապված, զգացի, որ սիրվավ այդ հումորը։ Ու մի որոշ ժամանակ իրանց հետ շփվելուց հետո իրանց հետ կատակներ, հումոր եւ այլն, սկսեց իմ մոտ պահի տակ հայեր են բերել, եթե չեմ սխալվում, առաջինը եղել է կամ Վարուժի թելն է եղել կամ Նելի, որ տեսել եմ։ Ու եթե ճիշտ եմ հիշում, հենց առաջի կոմենտն էլ էլի այտենց պատի որ Վարուժ է եղած լինի, լավ չեմ հիշում, բայց էլի այտենց թեմայի մեջ պետք է եղած լինի, ինչ-որ դժոխք ուղարկելու բան հետ կապված, ու ես այդ թեմայով ինչ-որ հումոր արածել եմ։ Ու այտենց գնացել է, էլի ինքը այտենց նախորոք ինչ-որ մտածած պլանավորած կերպար չի եղել։ Հասկացա։ Բայց հիմա ոնց որ դժվար է քեզ պատկերացնել առանց այդ Devil-ի կերպարի, իսկ երբևէ չի եղել ցանկություն քո իրական անունով հանդես գալ թրեցում։ Չէ, չի եղել, որովհետև ասում եմ իմ համար պրինցիպիալ է այդ սոցցանցերում դաժե տարական իմ անուն ազգանունը կամ նկար տեղադրելը։ Ես այդ համարում եմ, ну ոնց ասեմ, անիմաստ ավել ինֆորմացիայի տրամադրում ցանկացած մարդու։ Հետաքրքիր մոտեցում է։ Իսկ անոնիմ էջով հանդես գալը ինչ առավելություններ է քեզ տալիս։ Կոնկրետ ինձ այսքան ժամանակ չի տվել առավելություն, որովհետև ես այդ անոնիմ լինելը երբևէ չեմ օգտագործել ինչ-որ մեկին վիրավորելու, նեղացնելու ու դրանից հետո պատասխանատվությունից խուսափելու համար։ Ես տենց կոնֆլիկտային էլ չեմ հիմնականում, դաժե երբ որ առաջանում է տենց հարցեր, որ լինում է, չէ, որ մի տեսակ ներսից ուզում ես կոնֆլիկտի մեջ մտնես, ես մի քանի անգամ ավել եմ մտածում, հիշում եմ, որ ինտերնետում եմ, սիրուն չի լինի, որ ինչ-որ մեկ եթե դու հանդիպես, ինչի համար, որ ինտերնետում թե դու խոսք եք ասում, մի տեսակ, չգիտեմ, իմ համար դա ընդունելի չի էլի։ Չես հիշում մի քանի երևի, չգիտեմ, տարի առաջ, երևի 11 տարի առաջ, որ Ադնակլասնիկում աղջկան կլաս դնելու համար տղերքը բազար էին անում, հանդիպում էին։ Տավ կհավատաս չի եղել իմ հետ տես թեմա, անկեղծ եմ որ էլի։
ու չգիտեմ, իմ համար լուրջ չէ էլի ինտերնետով ինչ-որ մեկի հետ թեմայի մեջ մտնելը, ինչ-որ հետո էդի կռիվ կարդաբալած սարքելը, չգիտեմ, իմ համար լուրջ չէ, դա էլի չեմ կարող ես դրան լուրջ վերաբերվեմ։ Այս քո միտքը միայն լավն է քո մասին ասում, լրիվ քո հետ համամիտ եմ։ Իսկ եղել է երբևիցե, որ քեզ քննադատեն սատանիստական կեղծ անվան համար։ Թող ջան, ճիշտն ասած չեմ հիշում այտենց բան ու սենց որ հետ եմ նայում, եթե այտենց բան եղածել էր, դի որ տպավորված ելներ էլի մոտս։ Ահա։ Դի որ եղած չլինի կամ կարիքս արդեն ասում է իրանը, չեմ հիշում։ Իսկ հաճախ են քո հետ անկեղծանում, բայց չիմանալով քո իսկական անունը, չիմանալով ով ես դու։ Դրեցի մասին է Հա, խոսքը։ տրեցում Հա, ինչ-որ հասկացա։ կոնկրետ։ Ну, ոնց ասեմ, հիմնականում, երբ որ ինչ-որ կոնտակտ ալինում, հիմնականում ոնց որ դա ինչ-որ, գիտես, ինչ դառած լինի, ինչ-որ նպատակ դառած լինի, այդ բացահայտելը ով է այդ էջի հետևում, ես դրա ֆենոմենը անկես չեմ կարող հասկանալ։ Ես այնտեղ ընդհանրապես հումոր եմ անում, հա կարող եմ մեկ-մեկ տենամ ինչ-որ տենց տգեղ սիտուացիա ստեղծվել, ինչ-որ չգիտեմ իրար ուտել, չգիտեմ, ինչ-որ մատ հաշտացնող մի բան ասեմ կամ կարող է կոպիտ հնչի ինչ-որ նախատական մի բան ասեմ, բայց էլի առանց ինչ-որ մեկին վիրավորելու, առանց ինչ-որ մեկին նեղացնելու։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Մի հատ էլ հարց թրեցի հետ կապված սկզբի համար։ Դու ունես կախվածություն այդ սոցիալական հարթակից։ Մի պահ ունեցել եմ, բայց արդեն չունեմ։ Մի պահ շատ ուժեղ կախվածություն եմ ունեցել, որովհետև զգում էի, ասենք, հենց մի հատ հարմար ազատ պահ, ոնց որ ավտոմատի վրա ձեռս դնում էր հեռախոսին ու թրեսներ մտնում ավտոմատի վրա։ Դաժե այդ մատների այդ մատորիկան, այդ հիշողությունով ոնց որ հեռախոսը վերցնես ձեռդ, անկախ քեզանից թրեցի վրա սխմես։ Եղել է այդպես բան ու էտապներով է երևի։ Բայց հիմա կարող եմ ասեմ, որ արդեն այդպես չի, չեմ կարող ասեմ ինչի հետ է կապված, ես եմ հաղթահարել, թե կարող է ինչ-որ իմ հետաքրքրությունն է ինչ-որ չափով ոնց որ հագեցել արդեն այդքան պահանջ չի առաջանում, բայց հիմա չկա այդ կախվածությունը։ Ահա։ Իսկ որ ասում ես հիմա չկա, այսինքն դու սկսել ես ավելի քիչ օգտագործել, ճիշտ եմ հասկանում, ավելի քիչ Հա, մտնել։ հա, ավելի քիչ եմ օգտագործում։ Իսկ չկա ինչպես ինչ որ ավանդույթ, չգիտեմ, առավոտյան սուրճ, ծխախոտ ուտրեց, կոմենտներ գրել, ունես հենց սովորություն Այդ կապված կա, դրեցի։ այդ սովորությունը կա, հա։ Հմ, Դա միշտ կա, հա։ Դրանից զատ էլի որը պլանավորված չի եղել, ձեռք եմ բերել ընկերներ, որոնց հետ մինչև այսօր կա այդ շփումը, շատ ուրախ եմ, որ ձեզ բոլորիդ ճանաչել եմ իրական կյանքում ու մի հատ կարևոր բան ասեմ, ես իրական կյանքում չունեմ շփման պակաս, ընկերների կամ շրջապատի պակաս, այնպես չի, որ սթրեսով ինչ-որ բան եմ լրացնում։ Ստեղ իմ ձեռք բերած ընկերությունը ոնց որ բոնուս է եղել այդ թրեցից, էլ այն որ կարելի է մեր հավաքվել թրեցին մեծ հետաքրքիր նվեր անել այդ կապակցությամբ, որովհետև Ցուկերբերգին չէ՞։ հա Ցուկենբերգին կարելի է նվեր անել, որովհետև եթե թրեցը չլներ դժվար այդքան մարդ իրար տենց ճանաչելու հնարավորությունը ստանալ էլի ուրիշ տեղ։ Ես էլ եմ կարծում, որ այս սոցիալական հարթակը հայ որոշակի սեգմենտի լրիվ ուրիշ տեսանկյունից բացահայտեց։ Այն մարդիկ, ովքեր ունեն պոտենցիալ գրելու, այն մարդիկ, ովքեր չէին հանդիպել միմյանց, չնայած շատ ընդհանուր բաներ ունեին, թրեցի շնորհիվ միավորվեցին։ Լրիվ համակարծիք եմ։ Իսկ դու ասացիր, որ ընկերներ ձեռք բերեցիր, իսկ ոնց ես դու հասկանում, օրինակ, թրեցում շփվելով դու կարող ես գնալ առաջ ու օրինակ հանդիպել այդ մարդու հետ։ Իրականում ոնց ասի, ես էդի չեմ փնտրում, բայց ստացվում է, չէ՞, պահա գալի, որ չգիտեմ ալգորիթմից է թե ինչից է, սկսում եք միշտ շատ իրար հետ ինչ-որ կոմենտներում հանդիպել, հա, այսինքն մեկը կոմենտ գրեց, այն մյուսի մոտ բերում է։ Թրեցը ամենաուժեղ մի հատ գործիք ունի մարդուն լավ ճանաչելու համար։ Գիտես էդի որն է, reply-ները նայելը։ Հա, որ էջում մտնում ես replay-ներ ես նայում։ Մարդու դեմքը տենալու համար իրա պոստերը պետք չի կարդալ, իրա reply-ները պետք է նայես։ Այնքան պարզ է սենց դեմը սփռվում ամեն ինչ, որ ну, չգիտեմ, կարող է իմ համար է պարզ։ Ու այսքան ժամանակ չի եղել, որ տենց սխալվեմ ինչ-որ մեկի հարցում, էլի, որ տպավորությունս լավ լինի, հետո ասեմ, չէ, սխալ էր։ Հետաքրքիր միտքեր։ Իսկ դու ունես կարաս սենց հաստատես այն, որ դու կարող ես ունես հմտություն մարդուն բացահայտելու ըստ իրա սոցիալական էջի, կոպիտ ասած հոգեբանական դիմանկար ստեղծելու համար։ Ну, էդի շատ ամպագորգոր կլինի ասել, ну, կարամ ասեմ, որ երբեմն ստացվել է, իսկ որ ասեմ, տենց ինչ-որ սուպեր հատկություն ունեմ, չէ։ Որովհետև իրականում շատ հեշտ է ինտերնետի հակառակ կողմում քո ուզած կերպարը ստանալ։
ձեռագրից բռնած էլի, դա շատ ուժեղ, չգիտեմ, ինչ-որ մասնագիտացած պետք է լինես այդ ամեն ինչի վրա, որ դու կարողանաս դա ստանաս։ Ես ոչ այդ կրթությունը ունեմ, ոչ այդ փորձը ունեմ։ Հասկացա։ Դու ասացիր, որ անոնիմ լինելը քեզ չի տալիս հնարավորություն, ավելի ճիշտ դու չես օգտվում այն հնարավորությունից, որ լինես անպատիժ, հա, ինչ որ անես գործողություններ կամ գրես բառեր, որոնց համար պատասխանատվություն չես կարող կրել։ Դա շատ մեծ հարգանքի է իմ կողմից արժանացնում։ Մի այսպեսի հարց եղել է հեչ դեպք թրեցում, երբ քո հետ կապված ինչ որ մեկը ինչ որ արտահայտություն ա արել ու դա վերածվել է ինչ որ կոնֆլիկտի, որը, չգիտեմ, ընթացքը գնացել է այնպես, որ դուք անցել եք կամ անձնական նամակագրության կամ հանդիպել եք, որպեսզի այդ հարցերը միմյանց հետ բարձեք լուծեք։ ու անկեղծ ասած իմ հետ կապված, հենց իմ անձի հետ կապված կոնֆլիկտ ես չեմ ունեցել առհասարակ։ Մի քանի տես թեթև դեպքեր եղել են, բայց իմ անձի հետ չի կապված եղել է ուրիշ օգտակարի անձի հետ կապված ու այն իմաստով, որ ես զգացել եմ, որ մյուս կողմը հատուկ ուզում է նեղացրած լինի ու չեմ կարող բացատրեմ ոնց եմ ընտրությունն արել, թե որտեղ խառնվել, որտեղ չէ, մի քանի դեպք եղել է, որ խառնվել եմ, այդ ամեն ինչը հարթել եմ։ Իմ հետ կապված կոնֆլիկտային ոչ մի բան չի եղել։ Բայց ասեմ նաև, որ այդ կոմենտներում ագրեսիվ գրողների հետ սովորաբար երբ որ անցնում ես անձնական դաշտ, շատ ավելի սենց փափուկ կոկիկ է դառնում, էլի շփման ձևը։ Բոլորի աչքի առաջ մի քիչ ուրիշ ձև են մարդիկ հիմնականում իրենց ցույց տալիս, բայց երբ որ կոնֆլիկտային ինչ-որ թեմա ալնում ու ասում են անձնական, որ կարող արդեն հանդիպման ինչ-որ թեմա առաջանա եւ այլն, շատ հանգիստ լուրջ գալիս է, շատ մարդամոտ, մարդասեր միջավայր է ձևավորվում։ Իսկ քո հետ չի եղել, որովհետև դու ես ավելի շատ ձգտում չշարունակել, չէսկալացնել, թե կոնկրետ մարդիկ քո մասին չեն գրում ինչ որ ավելորդ արտահայտություններ, դու ոնց ես դա կարծում։ Դա իրականում փորձում եմ ամեն ինչի մեջ հումորը տանեմ։ Հիմա տես, նույն քո գծած պոստի տակ, ասենք, ես կարող եմ մտնեի, ասենք այդ դիմակները ասեի, «Ո՞ս չհասկացան, ինձ դրել եք կանգ ատեղ խոսքի, ես ինչ դիմակներ եք դրել»։ Անեն սրած սարքի խոսքի 3 օր, տես ոչ մեկ թրեցում ոչ մի բան չգրեր։ Հա։ Բայց իմաստը, այդ մարդիկ կատակ են անում ընդամենը, ոչ քո անձին են կպնում, ոչ քեզ վիրավոր, պետք է կարողանաս դա որպես կատակ ընդունես։ Թրեցում մի հատ կարևոր sense չգրված օրենք կա լիքը մարդ, ոնց որ մտնի ինչ-որ նյութ կարդա ու մանգա ինչը կարա ինքը իրան վերագրի ու սկսի դրա դեմ պաշտպանվել։ Այդ մարդկանց պետքա, չգիտեմ, հնարավոր կլինի դրան հասնել թե չէ մի օր, բայց այդ մարդկանց պետք է բացատրել, որ Պողոսը նստել է մի բան ա գրել, որ ես չեմ սիրում կամ չեմ ընդունում այս ինչ բանը, Պողոսը ոչ քեզ ճանաչում է, ոչ քո դեմքն է տեսել ու քեզ նկատի չունի, ինքը այդ մարդը չի սիրում։ Նայ, պատկերացրած, չգիտեմ, նստած ենք ես ու դու, ես ասում եմ ես սիրում եմ կոնյակ խմեմ, դու ասում ես ոնց ես կոնյակը չեմ սիրում, կոնյակը իմ համար զզվելի է ու ես ասեմ ոնց զզվելի է, ես այդ կոնյակը իմ բերանն եմ տանում, դու ես ասում զզվելի։ Ցանկացած թեմայի մեջ կարելի է այդ կոնֆլիկտը գտնել։ Ոնց եմ ես ցանկացած թեմայի մեջ կարող եմ տես մի քիչ 18 պլյուս հումորի ժեղում տամ։ Նույն բանը կարող եմ տանեմ կոնֆլիկտի, բայց իմաստը ո՞րն է, մենք դե մտել ենք կոնֆլիկտի։ Ես քո այդ մասամբ համամիտ եմ, բայց նաև կարծում եմ, որ եթե մարդը իր կարծիքը գրում է թրեցում, օրինակ ես չեմ սիրում կոնյակ, ուրիշ բան է, որ դու դա վերածում ես կոնֆլիկտի, հա, համամիտ եմ, բայց եթե դու public գրում ես, իմ կարծիքով մեկնաբանություն գրել առ այն, որ ես կոնյակ չեմ սիրում, բերել արգումենտներ ու մտնել առողջ բանավեճի մեջ ինձ թվում է դա նորմալ երևույթ է։ Կոնֆլիկտ չլինի, բայց առողջ բանավեճը Առողջ բանավեճը միշտ ողջունելու է, բայց առողջ բանավեճներ գիտես հիմնականում ինչ կա մտածում, որ ինչ որ թեմայի շուրջ մի 2-3 կոմենտ բանավեճում ես ու այն որ արդեն հասնում է հանգուցալուծման էլի, այն որ կամ քո ասածն է ընդունվում կամ դիմացինի ասածը կամ այն որ պետք է ասեք լավ դու քո իմացածին մնա։ Մեկ էլ այդ sense հաջորդ հարցը հիմնականում գիտես ոնց է գալիս, sense մեծ շեղով մի քիչ թեման ուրիշ տեղ տանող, ոնց որ ուզենա էլի շարունակություն տա։ Հա։ Ոնց որ գիտես ոնց ընկալեմ, որ եթե իրանց ասածը ճիշտ չի դուրս եկել, ոնց որ որպես պարտություն է դին կալեն չկարողանան դրա հետ համակերպվեն։ Հա, ու ուրիշ հարց տան, որ ուրիշ բանին կպնեն, որ շարունակեն հաղթողություն։ Ապրես, ես օրինակ կյանքում դա չեմ նայում, եթե դու պատկերացնենք ես ու դու ծանոթ չենք, ասենք, ես ու դու ինչ որ հարցի շուրջ բանավիճում ենք, եթե դու մի ճիշտ բան ասացիր, այդ թեմայի շուրջ կամ թեկուզ ես չեմ ամաչելու ասեմ, հա դու ճիշտ ես։ Այդ իմ համար պարտություն չի էլի, որ չի նշանակում, եթե դու ճիշտ ես, ուրեմն ես սխալ եմ։ Կարանք չէ՞ մի հարցի շուրջ իրար հետ նույն ձև մտածենք։
Մեր մոտ էդի բան ընկալվում է որպես պարտության ինչ-որ ձև էլի ու չեն համակերպվում դրա հետ մարդիկ։ Ու դրանից էլ է ինձ շատ է հանդիպել, որ այդ այնպես մեծ ստից բանի պատճառով դառնում եմ այտենց եկա թեմա Հա, խոսքի հա, են, որ ախպեր կատեցվել։ հələ համարդ գրի, այ դրանա հասը։ Հա, իմիջայլոց հիշեցի քո գրառումը, որ արել էիր այն մասին, որ եթե նոր մարդ է եկել, ինչ որ բանագրում պարտադիր չի մտնել ու կոպիտ ասած թռնել դեմքին, պատկերացրեք, որ դա գրել եմ ես կամ Սինդոյանը կամ Քամին, այդ գրառումը հիշեցի ու հա համամիտում հետ այդ։ Հիմա ես կտամ մի քանի հարց, Ըհը, կուզենամ, որպեսզի քեզ հետ զուգահեռ մեր հետևորդները նույնպես իրանք իրանց համար իրանց մեջ պատասխանեն այդ հարցին, հետո մեկնաբանություններում трեցում գրեն, թե ինչ պատասխանեցին, ըհը, իսկ հարցերի վերջում մենք կամփոփենք։ հա, Առաջին հարցը. ասա մի քանի փաստ, որոնցով դու հպարտանում ես։ նու կարամ սենց ասեմ, լավ, ուղղությունը սենց վերցնենք։ Ես պարտանում եմ նրանով, որ ես այսօր համարում եմ, որ դառել եմ այն մարդը, ում իմ ծնողները փորձել են դաստիարակեն։ Այդ իմ ամենակարևոր հպարտանալու բանն է։ Երկրորդ հպարտանալու բանը այն է, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում խաղել եմ իմ արժանապատվությունը բարձր, իմ ընկերների արժանապատվությունն ու պատիվը պահել եմ բարձր, ապրել եմ անենց, որ չկա անենց մարդ աշխարհի երեսին, որ ես փողոցում իրան տենալուց հայացք ուզենամ թեքեմ։ Ընտիր պատասխանիր, մերսի։ Երկրորդ հարցը. ես շատ չեմ մեկնաբանելու, այս բաժինը դրա մասին չի։ Ըհը, Եթե քեզ առաջարկեին $1 միլիոն ըհը, ու դու դրա դիմաց պիտի ցույց տայր քո իսկական դեմքն ու անունը ողջ տրեցին ու դրանից հետո ըհը, հանդես գայր մենակ դրա այդպես, դու ըհը, կհամաձայնվեիր։ $1 միլիոն։ Բեր։ Հեսա հելնա բանկոմատից անում առաջ անցնենք։ Եղել են գրառումներ տրեցում, մեկնաբանություններ, զրույցներ, որի արդյունքում դու զայրացել ես, արգելափակել ես օգտատիրոջը կամ հայերեն ասած սրաչ ես սարքել։ Ну, սրած սարքել ես հավեսս տեղնուլի էլի կարամ տես կատակով մի բան սարքեմ բզբզամ, արգելափակել, չգիտեմ, կարամ հեսա հեռախոսս բերեմ ցույց տամ, իմ բլոկ լիստը դադար կա, Հմ, մյուտ կնոպկեն չեմ սխվում, իմ մոտ ալգորիթմը, որ բնական ճանապարհով է գնացես, մտածես օրվանից, դաժե այն քաղաքական պոստերը, որոնց ես լավ չեմ վերաբերվում։ Ну, լավ չվերաբերվելն է իմ համար ընդունելի չի ինտերնետում նմանատիպ քննարկումները, դաժե դրանք ես ուղղակի scroll եմ անում, թողում եմ, որ ալգորիթմը բնական ճանապարհով ու այն որ կարամ ասեմ, որ համարյա իդեալական ալգորիթմ ունեմ, ինքն հենց հա թելերը իրար կապում դասավորությունները, կոմենտները, որ կարաս երկու թել իրար տակ տենաս, քեզ թվա տակինը կոմենտ է։ հա, դա կատրեցում շատ եմ նկատել։ Ինձ թվում է դա դրա հետ է կապված, որտեվ իմ մոտ շատ է այդ լինում։ Իսկ այտենց կոնֆլիկտ, որ ես ինչ-որ մեկին ուզենամ բլոկեմ, չէ։ Եղել է դեպք, եղել է դեպքեր մի քանի, այն որ պահի տակ ցանկությունը առաջացել մոտ այդ մարդու դեմը կայնելու ու կրկնել տալու այդ ասածը, բայց էլի ոնց որ ես ինձ հանգստացնելով այն որ ինտերնետն է մի հատ պատկերացրա, չգիտեմ, ընկերդ հարցնի ուր ես գնում, ասես թրեցում մեկի հետ թեմայում բռնա, այդ մեմ տենա։ Ահա, Չգիտեմ, ինձ որ մեկը այդպես բան ասեր, մինչև թրեցը էլի, որ դա ես ակտիվ չեմ եղել, լուրջ չէի վերաբերվի այդ հարցին էլի։ Այդ մարդուն էլ դաժե։ հասկացա։ Նշիր մեկ կամ մի քանի բան, որ տեսել ես ինչ որ մեկի մոտ ու դու էլ կուզենայիր դրանից ունենալ։ Ճիշտ ասած հարցը չհասկացա տավ։ Ասենք, չգիտեմ, ինչ որ մեկի մոտ տեսել ես թույն Ferrari, Lamborghini, որ կուզենայիր կամ ինչ որ մի բան, ինչի հասել է մարդը, բայց դու կոնկրետ այս պահին դրան չես հասել ինչ-ինչ պատճառներով ու Հա, կուզենայիր։ դավ չան, դա ամեն օր կարող է մի քանի անգամ այտենց լինի։ Ես հենց հիմա կարամ դուրս գամ փողոց, մոտ լավ ավտո տենամ, ասեմ կանի խի սրանից չունեմ, ու այս պահին հիմա հա այտենց բոլորիս հնարավորություններն էլ ինչ որտեղ սահմանափակում ունեն, նորմալ է։ Այդ էլ նաև թույլ է տալի ավելի շատ ձգտելու, ավելի շատ ունենալու։ Հասկացա։ Ինչպես ես վերաբերվում սեռական կյանքին մինչ ամուսնությունը։ Դավ ջան, ես տենց հարցերին վերաբերվում եմ ընդհանրապես մի ձև։ Այդ իրանց գործն է, այդին վերաբերվելը ոչ մեկ իմ կարծիքը այս հարցում այն է, որ չեն հարցրել, սենց եմ նայում այդ հարցին։ Ահա, Ամեն մարդ ինքն է ընտրում ոնց, ամեն այդ երկու հոգին իրանք են ընտրում, կապրեն չեն արել։ Ես չեմ կարող ընդունել էլի այդ քիթը ուրիշի սեռական կյանք մտցնել է իմ համար։ Adekvat պատասխան նույնից ես կտայի։
Ասեմ քեզ ինչ որ դու ասեցիր, գրեթե նույնը ես կպատասխանեի, էլի։ Ну պլյուս մինուս։ Լավ, կա ինչ որ ուտելիք սնունդ, որի համար դու պատրաստ ես հասնել աշխարհի ծերը, չգիտեմ, ինչ Ну, որ ես խոհանոցից։ համով ուտել սիրում եմ, բայց այդ աստիճան չի իմ մոտ ուտելիքի նկատմամբ սերը, որ ինչ-որ աշխարհի ծեր հասնեմ։ Ну, կան ուտելիքներ, չգիտեմ, օրինակ պամիդորով ձվածեղ եմ շատ սիրում, Դրա համար հեռու որ գնալ պետք չի։ հա, իմ մոտ տենց ավելի հասարակ վիճակներ է, էլի, չգիտեմ, պետք չի եթալ ինչ-որ տեից ավոկադո քաղել թարմ ուտել, տես թեմաներ չկա մոտես, էլի։ Պարզա, եթե քեզ ամսական վճարեն քո նախընտրած գումարը, ենթադրենք, չգիտեմ, ամսական տային քեզ $100,000, Ահա։ դու ինչով կզբաղվեիր։ Շարունակեր զբաղվել են դրանով ինչ որ հիմա, թե չէիր աշխատի, թե ուրիշ բան կանեիր։ Չէ, հաստատ կփոխեի գործունեությանս ոլորտը, ինքը կդառնար հաստատ ավելի շատ մարդկանց օգուտ բերող։ Հաստատ էլի կաշխատեի։ Չեմ կարող ես չաշխատեմ, որովհետև ну, չգիտեմ, երևի այդ 90-ականների սերունդի մեջ սերմանված բան այլ այդ աշխատելու ձիրքը, բայց չեմ պատկերացնում ես ինձ չաշխատելուց։ Իսկն հա գնացիր հանգստացիր աշխատես, ասենք հա մի 10 օր ֆռացիր մի ամիս, մի օր հոգնելու ես, չէ, ուզենալու ես այդպես մի բանով դիզբաղվես, թե չէ, ну տենց եմ մտածում։ Չեմ ասի, որ տենց կուզենամ ամեն օր 9-ից 6-ը գնամ գործի, չէ, դրա մասին չի, սուտ ինչ-որ բան անել, ինչ-որ գործունեություն ծավալել, այդ զբաղվածությունը ամեն դեպքում մարդկան պետք է, որովհետև չզբաղված մարդը վտանգավոր է հասարակության համար։ Հասկացա։ Մերսի։ Ես քեզ այս բաժնի շրջանակներում տվեցի 7 հարց ու ամեն մի հարցը 7 մահացու մեղքերից մեկի շուրջ էր։ Ու ինձ հետաքրքիր թե ինչ պատասխանեցին հետևորդները դրա մասին ու հետաքրքիր կլինի մեկնաբանություններում տեսնել։ Ես մինչև քո հետ զրույցին պատրաստվելը ուսումնասիրել եմ, մի քիչ խորացել եմ սատանիզմի մեջ, ճիշտ ասած, ու գտել եմ մի փիլիսոփայական ուղղություն, որը կոչվում է Լավեյան սատանիզմ։ Ըստ Լավեյան սատանիզմի սատանան ինքը կերպար չի, ինքը կոնկրետ մեկը չի։ Նա ազատության, ինդիվիդուալիզմի ու արդարության համար պայքարի սիմվոլն է։ Այսինքն կա մեկը, ով որ չի հնազանդվել բացարձակ տիրոջը, նրան դեմ է գնացել ու պայքարել է իր կարծիքի համար։ Ինչպես ես դու պատկերացնում սատանային, քո պատկերացրած սատանան ով է։ Ասենց ասեմ շատ մոտիկ է իմ պատկերացրածին ու գիտես իմ մոտ ինչն է հետաքրքիր եղել, որ մարդկանց մոտ միշտ սատանան ինչ-որ վախի հետ է ասոցացվում, հա, խաբելու հետ է ասոցացվում։ Բայց որ խորանում ես թեկուզ հենց աստվածաշնչյան օրինակների մեջ, հա, հիմա ես չգիտեմ էլ այդ դժողքը եկեղեցին հանելը չի հան այդքան խորացած չեմ էլ այդ հավատքի մեջ ոնց է հիմա այդ ամեն ինչը լավ պատկերացնենք կա դրախտ կա դժողք պատվիրանները չկատարեցիր մահացու մեղք գործեցիր գնում ես դժողք այնտեղ սատանան քեզ պատժում է սատանայի մեղքը թե որն է դա նույն բանն է ոնց որ չգիտեմ ասենք մեկը մարդ սպանի գնա դատարան դատավորը իրան դատապարտի ասեմ դատավորը վատն է ուզում պատկերացնես այդ իմ ընկալումը էլի այսինքն մարդկանց համար սատանան ինչ-որ մեղք բարդելու միջոց է։ Ոնց որ Աստծուց խնդրում են, մեղքն էլ սատանայի վրա են բարդում, կյանքը հեշտանում է։ Իսկ չէ որ սատանան ես այսպես ասեմ նախ որ ես էլ շատ հավատքի աստվածաշնչի մեջ կոմպետենտ չեմ, բայց լսել եմ որ սատանան նաև մոլորեցնում է շատ հաճախ։ Այդ էլ իր կոպտասած մեղքի բաժինն է։ Լավ, եթե դաժան ունենք, որ ինքը մոլորեցնում է, չի ստիպում, չէ։ Մեկը այդ ընտրություն կատարողը մոլորվողը նույն այդ անձն է։ Չգիտեմ, այսքան էլ այդ սպանելու օրինակի վրա, ասենք, չգիտեմ, եթե ես կամ քեզ համոզեմ, ասեմ, ես ինչ մարդուն սպանի, դու մեղավոր չես։ Չի լում տենց էլ։ Ինչքան էլ մոլորեցրել եմ, մոլորեցվողը չունի դա մեղքի բաժինը։ Հարց չկա, փորձել է, չմոլորվեիր։ Ես տենց եմ մտածում։ Մարդու անհատականությունը հենց դա է երևում, որ ինքը ի վիճակի լինի իր 14-ը տարբեր իրարից։ Հասկացա։ Իսկ կարող ես նկարագրել քո պատկերացրած դժողքը։ Ճիշտ ասած, շատ չեմ խորացել այդ թեմայի շուրջ, բայց իմ պատկերացմամբ մեր դժողքը, որ ես եմ նու վիզուալիզացրել, կապված առնելու մեր այս կյանքի հետ, եթե ինքը կա իհարկե էլի։
ու այս կյանքում արած սխալների ինչ-որ կրկնություն կամ տենց մի բան անելու, վերապրելու կամ այնքան այդ պահը վերապրելու, որ մինչև որ հասկանաս, հա, թե ինչ ես արել կամ չգիտեմ դասդ քաղես ոնց է դա ասվում, բայց իրականում ես մտածում եմ, որ տենց այդ դժոխք թեմաները չկա էլի ես Դե հա, պարզանում ենք, սա ոչ թե ավելի շատ թեոլոգիայի դրախ դժոխք ըստ կրոնի մասն այլ ուղղակի նրա մասին, թե ինչպես ես դու պատկերացնում, որովհետև քո կերպարը շատ սերտ կապված է հենց դրա հետ։ Միտքդ պարզ էր, որ հաստատ կածոլ չեմ պատկերացնում էլի մեջը վարվող մարդ բայց մենք շատ բոցում ենք հենց կաթոլիկ թեմայով։ այդ կածոլի թեմայով ամենահետաքրքիրը գիտես որն է այդ որ չգիտեմ վարվել հոգին տանջվել եւ այլն ու գիտես ինչ հարց է առաջանում որ հոգի տա չէ գնացը մարմինը ընդ չի դու ցավ ինչով ես զգում ներվերով եթե հոգի ներվ թողերս մարմնն ու ներվերդ ինչով ես այդ կրակի ցավս գալու ասենք ու կրակի մեջ ես Ես լիովին քո հետ համաձայն եմ, բայց մենք հիմա որ ասում это не Շերտել твоя ենք война։ Անցնենք առաջ, մյուս բաժինը կոչվում է դժոխք թե չդժոխք, այդ նորմ или ստրյոմն է։ Քեզ տալիս եմ հարցեր, դու ասում ես նորմալ է կամ նորմալ չի, բայց այդ նորմալ բառը մենք վերածում ենք դժոխք թե չդժոխք։ Դժոխքը վատ է, չդժոխքը լավ է։ Այսինքն եթե հա դժոխքը վատնա չդժոխքը լավ ասում եմ մի բան, եթե դուրը չի գալի, ասում ես սրան դժոխք, հա այս դեպքում էլ ինչ որ ըհը պայման եմ ասում։ Առաջինը լայքել սեփական գրառումը։ դժոխք Ջնջել սեփական գրառումը, եթե լայք չի հավաքել։ մեջտեղները կարալ է Ահա։ Գրել պրովոկացիոն գրառում զուտ լայք ու կոմենտ հավաքելու համար։ եթե հումորային թեմայով չի դժոխք Ահա։ Մեկնաբանություններում քլնգել սեքսիստական գրառում առած հեղինակին։ մեջտեղները էլի թեմայից է կախված Իսկ անել սեքսիստական գրառում, եթե հումորով է նորմալ է եթե չէ դժոխք ահա։ Բացել մի քանի հոգանոց չաթ եւ քննարկել թելերն ու հեղինակներին։ դժոխք կածոլները մեջ է Արգելափակել օգտատիրոջը, եթե նա քեզ հետ համամիտ չէ։ դժոխք Ֆլիրտ անել ինչ որ մեկի հետ իմանալով, որ նա ունի կողակից։ լուրջ ֆլիրտի մասին ախոսքը Դու ոնց հասկանում ես։ նո в принципе էլի չէ դժոխք Չդժոխք։ իրադրությունն է հա Ահա։ Տեսնել լավ գրառում, որի հեղինակին չես սիրում եւ պրինցիպալ չլայքել։ դժոխք Ստեղծել երկրորդ fake edge եւ կարդալ նրան, ով քո առաջին edge-ն արգելափակել է։ դժոխք բացարձակ հետաքրքիր չի Դադարել մեկին հետևելը, բայց չջնջել քո հետևորդների ցանկից։ դժոխք չի եղել տես դեպք Ջնջել քո գրած մեկնաբանությունը, եթե բանավեճը քո ուզածով չի գնացել։ դժոխք Վիրավորել մարդուն իր քաղաքական հայացքների համար։ դժոխք 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 Հիմա մի քիչ խոսենք օգտատերերի տրված հարցերից։ ըհը Առաջինը Միշելն է։ ըհը Մարդիկ ճանաչում են Դևիլին, բայց քո իրական եսից ինչքանն է ապրում այդ կերպարի մեջ եւ ինչքանն է մնում կուլիսների հետևում։ իրականում այդ կերպարը ուղղակի նկար է ես նույն մարդն եմ կոմենտներում պոստերում ինչ որ կամ իրական կյանքում ու հիմա տպավորությունն է որ քեզ եմ ասում ուզում եմ ասեմ հենա գիտես տեսել ես բայց ես չեմ տարբերվում այսինքն ես չեմ փորձում ավելի լավը կամ ավելի վատը երևամ ընդ Ահա։ ես իմ կյանքը ոնց որ պրոյեկտում եմ այդ կերպարի միջոցով այնտեղ չկա այնտեղ այնպես բան որ ես իրական կյանքում չէի անի Դա նույն գալիս ենք այդ անոնիմության հարցին, որը ինձ այդ առումով առավելություն չի տալիս, ես դա չեմ օգտագործում։ Հասկացա։ Մյուս հարցն էլ է Միշելից։ Քո ամենահիշվող թրեցյան գրառումը ո՞րն է եղել։ Կարող է հիշես։ Ամենահիշվող։ Ու ինչու ամենահիշվողը։ Երևի թե գիտես Վարուժի պոստն ա եղել, որ առաջին անգամ Քամու Վարուժի հետ որ հանդիպը պիվա ենք խմում, նկար ենք գցեմ այդ օրը մեջքով ես ու Քամին Պետք է շատ հիշվի, որտեվ ահա որ ձևի սենց ուզում էին ջոգեին, դաժե ուզում էին հասկանային մարդիկ, որ մեջքը ումն է։ Մենք չենք պատկերացնում, որ այդպես բան կարող լինի, էլի այդ աստիճան հետաքրքրությունը դե անել։ Ահա։ Շնորհակալ եմ։ Մյուս հարցի հեղինակը նախընտրեց մնալ անոնիմ։ Ահա։ Սիրելի Դևիլ, գիտենք, որ թրեցում կա մարդկանց մի խումբ, ում հետ բավական մտերիմ ես ու հաճախ եք հանդիպում։
Հետաքրքիր է, ինչն է պատճառը, որ նրանց հետ քեզ այդքան ազատ, անկաշկանդ ու կոմֆորտ ես զգում։ Ու նաև ինչը քեզ վստահություն տվեց հենց նրանց առաջ մի կողմ դնել ինկոգնիտոն ու բացել դեմքդ։ Ես սնես չի, որ գաղտնի եմ բոլորից, այսինքն ես հանրությունից եմ գաղտնի, ես անձանցից գաղտնի չեմ։ Եթե մարդու հետ շփում ես ստացվում, ընկերություն ես ստացվում, ես չեմ խուսափում իմ դեմքը ցույց տալուց։ Հանրությունից գաղտնի մնալը ու կոնկրետ անձանցից գաղտնի մնալը իմ համար դա տարբեր բաներ են։ Հիմա ես թրեցում իմ անձնականի մասին ոչ մի ինֆորմացիա չեմ տալիս, բայց դու իմ անձնականի մասին ամեն ինչ գիտես։ Մեր մյուս ընկերները գիտեն, իմ ընկերները գիտեն, որոնց հետ դու չես ճանաչում, հա։ Այդ գաղտնիությունը տենց ինչ-որ հիվանդագին բան չի, դա զուտ ես չեմ ուզում իմ մասին ինֆորմացիան հանրային, ոչ թե կոնկրետ մարդկանց։ Հետաքրքիր տեսակետ էր, շնորհակալություն։ Հաջորդ հարցի հեղինակը Լիլիթ 00003, չգիտեմ քանի 03-ը։ Հա, իմացա ով է։ Որ որոշումն է Դեվիլի կյանքը ամբողջովին փոխել։ Եղել է այդպիսի բան առհասարակ։ Չէ, տենց ինչ-որ ռադիկալ փոփոխություններ իմ կյանքում չեն եղել, չեմ կարող մտաբերեմ։ Ու կամ էլ եղել է, ես չեմ հասկացել, որ դա ռադիկալ որոշում ա եղել ու ինչ-որ բան ա փոխել։ Մյուս հարցը Մարվա 555 Քեզ ավելի շատ սիրում են, երբ չեն ճանաչում, թե երբ արդեն ճանաչում են։ Դու ինչպես ես դա զգում։ Առասարակ չեմ սիրում։ Ինձ թվում է մի 10, 11, 14 հոգի սիրում են։ Մյուսը AX ու TUTAX, որն է այն կարմիր գիծը, որ չպետք է հատեն քո հանդեպ եւ բնականաբար դու չես հանդի ուրիշի հանդեպ։ Անձնական դաշտ մուտք գործելը, երբ որ դիմացինը դա թույլ չի տալիս։ Ու նաև խոսակցության մեջ, հա, դա է, մեկ էլ հիմա օրինակ թրեցի վրա բերեմ, թեկուզ կատակա ինչ-որ բան արվում, հանկարծ թեկուզ կատակով ինչ-որ վիրավորական արտահայտությունների չանցնել, այդ կարմիր գիծ է իմ համար։ Ես դաժե իմ ընկերների հետ, իմ ամենամոտիկ մանկական ընկերոջս ճանաչում ես մանկության, մենք իրար հետ տենց իրար վիրավորելով կատակներ չենք անում։ Դա իմ համար կարմիր գիծ է, այսինքն թեկուզ կատակով մարդուն վատ բառ ասել ես, չգիտեմ, իմ համար անընդունելի է։ Ինչ հետաքրքիր է, այս հարցում էլ ենք մենք իրար նման, եկավ իմ կյանքում մի պահ, երբ որ ես էլ իմ ընկերների հետ դադարեցի վիրավորելով կատակներ անելը։ Այսինքն մենք կարող ենք կատակներ անել ինչ որ սարկազմի վերածել, հեգնանքի վերածել, դա նորմալ է, բայց այն պատանեկական են, որ իրար հայհոյելով է կատականում վիրավորելով, դա ինչ որ տարիքի հետ անցավ։ Բայց Ու դպրոցական տարիքում եղել է սա, ես էլ ինչ չէր կարա չլներ մեր դպրոցի տարիները։ Բայց նկատում եմ մարդկանց, որոնք էլի մեր տարիքի են եւ ավելի մեծ, բայց շարունակում են իրար հետ հայհոյանքով կատակներ անել, վիրավորելով, չգիտեմ, մի տեսակ շատ խորթ է ինձ այդ ամենում։ Նո, ինձ էլ է խորթ, որ չգիտեմ, իրանց գործն է, իրանց հարաբերություններն է, զուտ մեր կողքից կարծիք է, որ մենք դրան սիրուն չենք նայում, որ ոնց ասում են իրանց մոտ իրանց գլուխ։ Հաստատ։ Հաջորդը Լուսին Էա, եթե հնարավորություն ունենայիր թրեցից ընտրել միայն մեկ մարդու, ում հետ կշարունակեիր շփվել, իսկ մնացածի հետ այլևս երբեք չէիր կարողանա խոսել, ում կընտրեր եւ ինչու հենց նրան։ Իրականում շատ բարդ հարց է ու լավ անկեղծ ասեմ, թող ոչ մեկ չնեղանա դրանից, այդ ընկերության մասին չէ՞ էլի։ Հիպոթետիկ ինչ-որ բան է, ի սկզբանե, որ Չարբահար Քամինա էլ է այն օգտակները, որ այն որ գիտես ինչ աշխանա մեր առումները միջերով գնացել, որ իմ ամենասկզբից որ կարող է դաժե կոմենտ գրեինք երկուսով միաժամանակ ու միտքը համարյա նույնն էր, էլ այդ հումորի ընկալումը շատ նման է իրար, էլի շատ լավ է ստացվել շփումը։ Ես իրական կյանքում էլ որ մենք հանդիպել ենք նկատել եմ, որ շատ եք մի ալիքի վրա դու Քամին։ Հաջորդը I1N, 1IN, խոսքով կգրենք պրոֆիլի անունը, մի քիչ դժվար է կարդալ։ Հա, իմացա ով է, բայց Դե այս հարցին դու երևի պատասխանել ես, բայց ամեն դեպքում տամ անոնիմությունը քեզ ինքնավստահություն է տալիս, թե պարզապես ֆիլտրերը տանջատում են։ Ավելացնելու բան ունես, թե ինչ որ ասել ես բավական է։ Չէ, բան չկա իրականում, ոչ մի ավել բան իմ անոնիմությունը ինձ չի տալի։ Շատ լավ։ Հաջորդը ԱՎ Զարուհի Զարանը։ Որն է այն հարցը, որը քեզ երբեք չեն տվել, բայց որին ամենից շատ կուզենայիր պատասխանել։ Չկա տենց հարց չեմ մտածել տենց հարցի շուրջ երբևէ որ կարողնի Զարջան։ Հաջորդը Հասուլ 98-ն է։ Հասմիկին իմիջիայլով շատ են արգելափակում, անընդհատ նոր պրոֆիլներ է բացում։
Ինչ ես կարծում, ինտերնետային պրոպագանդայով հնարավոր է երիտասարդների մեջ ավելի շատ սերմանել կրթության հանդեպ սերը։ Պրակտիկորեն դա հնարավոր է։ Մ, Չի ասի հնարավոր չի, բայց իրականում շատ բարդ է, որովհետև մարդը իր տեսակով վատ ընկալելը ավելի հեշտ է իր մոտ ստացվում, քան թե լավը։ Հնարավոր է, բայց շատ բարդ ճանապարհ է իմ պատկերացմամբ։ Մերսի։ Հաջորդը Անինուկ նուկի։ Ես դժվարությամբ եմ գտնում իմ ուզած գիֆերը։ Դու հատուկ ներբեռնած պահել ես քո գիֆերը, այսպես ասած, на все случаи жизни։ Լյուցիֆերի գիֆերը Մի քանի հատ կա իրականում, հա, պահած, որովհետև ես էլ տենց հավես չեմ անում գնամ ման գամել։ բայց թրեցի գիֆերով ես, չէ՞ հիմնականը։ Հա, Ատում։ թրեցի գիֆերով է։ Վերջինը Avma 555 հարց չունեմ Դևիլին զուտ փոխանցես հարգանքներս։ Փոխադարձ։ Մյուսը բլից հարցերն են։ Ահա։ Պարզ հարց, պարզ պատասխան առանց մեկնաբանությունների։ Նշիր 5 օգտատիրոջ, ում սիրով կարդում ես։ Դա նա իրականում գիտես ոնց է իմ մոտ, ես տենց չունեմ սիրած օկտատեր, որ իրան հենց կարդամ, հա, ես մտնում եմ feed, սկսում եմ scroll անել, Ահա։ որը հետաքրքիր է աշկես բռնած կարդում եմ, որը չէ, այսինքն չեմ նայ որ քո post-ն է, պարտադիր կարդամ։ Կարդում եմ, դուրս եկավ, կխորանամ։ Առաջին երկու տողից է կախված, դաժե եթե երկար է։ Կան հեղինակներ, ում լայքում նոր ես կարդում։ Չէ, Okay։ Եթե քեզ տան $1 միլիոն կջնջվես թրեցից։ եկից մեկ։ Եթե չլիներ Լուցիֆերը, որ կերպարը կընտրեիր քեզ։ Ինձ թվում է, եթե Լուցիֆերը չլներ, ես թրեցում ակտիվ չէի լինի, որովհետև տենց ինչ-որ էլ եմ ասում, ինքը հանգարցակի է ստացվել այդ ամեն ինչը։ Իսկ եթե, չգիտեմ, ուրիշ սերիալ նայեիր, ես եմ։ Չեմ պատկերացնում դա որ ուրիշ բան որ լիներ ու սենց ստացվել էլի, որովհետև ես չեմ պլանավորել թրեցում մտնեմ ու ինչ-որ չգիտեմ, ինչ-որ մարդկանց շրջանակում հայտնի դառնամ։ Ես զուտ մտել եմ թրեց, տենց է ստացվել։ Ինքը պլանավորած չի եղել։ Լավ։ Լուցիֆերը կերպարի որ բնավորության գիծն ես քեզ հետ ասոցացնում։ Արդարությունը։ Կա թրեցում անոնիմ, ում անձը կուզենայիր բացահայտել։ Չէ, Կգրեիր ինչ-որ մի բան, եթե իմանայիր, որ վաղը էլ թրեց չի լինելու։ երևի թե չէ։ Կասես քեզնից մի փաստ, ինչի մասին տեղյակ չեն թրեցի հետևորդները։ Չէ, ինչքան գիտեն հերիքա։ Ավարտեցինք բլիցը եւ վերջին թեման սրաչն է, սրաչի թեմաներից մեկը թրեցի հայտնի, որ կուզենայի մի երկու բառով ինչի մասին կուզենայի մի երկու բառով խոսես։ Ինչպես ես վերաբերվում հղիության արհեստական ընդհատմանը կամ ավելի պարզ ասած աբորտին։ Էլի գալու ենք նրան, որ դա ինձ չի վերաբերվում։ Եթե իմ մասին է խոսքը, ես այդ քայլին չէի գնա։ Ինչու՞։ Որովհետև համարում եմ, որ եթե դա եղել է, ուրեմն դու պետքա պատասխանատվությունը վերցնես քո վրա։ Դա իմ համար պատասխանատվության հարց է նաև։ Կողմ եմ մենակ այն դեպքում, երբ որ չգիտեմ, կնոջ առողջությանն է վտանգ սպառնում, հա, կյանքի սպառնալիք կա եւ այլն, մենակ այդ տենց դեպքերում։ Մնացած դեպքերում իմ պարագայում ես դեմ եմ, բայց թե ով ինչ է որոշում, ամեն մեկը ինքը գիտի իր ներքին կուքնա։ Մենք ոչ մեկս չգիտենք այդ մարդու նեղ անձնականը, նեղ ընտանեկանը, ինչ պայմաններից ելներով է, ինչ ներգործության, ինչ ազդեցության տակ է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Մենք պետք է պրոստը մի օր հասկանանք, որ ամեն մարդու անձնական կյանքը իր անձնական կյանքն է ու ոչ մեկիս կարծիքը չի կարելի փաթաթել մյուսի վրա։ Դու խոսում ես բազային adekvat բաներից, համաձայն եմ հետդ, բայց ավելի շատ քո կարծիքն է հետաքրքրում, ասում ես դե թե ես լինեի, դե պարզ է այստեղ մի քիչ սխալ ասել ես լինեի, բայց անznավոր ենք, հա, այսպես ասած, ոնց որ դու սկզբից սկսեցիր։ Ասացիր, որ չէր անի, որովհետև պատասխանատվության զգացում է պետք։ Իսկ ինչ եթե պլանավորած է եղել ամեն ինչ, ուզում են երեխա ունել շատ լավ, բայց հետազոտության ընթացքում պարզվեց, որ երեխան ունի ինչ որ արատ, որը խանգարելու է իրան, որ կյանքի որակի վրա կտրուկ ազդելու է ու չգիտեմ, երեխան կապրի մաքսիմում մի 10 տարի, ես բժշկությունից լավ չեմ, չգիտեմ ինչպիսի ախտորոշումներ կան։ Ու բժշկության տեսանկյունից կարելի է ընդհատել հղիությունը։
Ինչ կասես այդ Ну, դեպքում։ это մի քիչ բարդ հարց է, դա լիքը ֆակտորներից է կախված, նայած դա երբ է հայտնաբերվել, ոնց է, ինչը չեմ կարող ես այդ հարցին հիմա միանշանակ պատասխան տամ, բայց ամեն դեպքում հակված եմ ապորտ չլնելուն, հնարավորինս չլնելուն։ Հնարավորինս, այսինքն մինչև երբ, մինչև որ, չգիտեմ, առողջության խնդիր ասացիր, իսկ եթե Մինչև որ երբ որ հասկանում ես, որ այդ ծննդաբերությունը կնոջը անդառնալի վնաս է հասցնելու։ միայն կնոջը, իսկ եթե երեխային, Ну, իմ պարագայում ես սենց եմ նայում, այդ ծննդաբերության համեմատության մեջ իմ համար կինն է առաջ տեղում կանգնած։ ըհը, Կինը ընտրություն է, կինը կյանքի ընկեր է, կողակից է, ну, խոսում եմ այն դեպքում, երբ որ պլանավորվածություն է, ինչ-որ զալուտների մասին չենք խոսում։ ըհը, Իմ համար միշտ կինն է առաջնային, որովհետև ну, իմ օրինակով բերեմ, դա իմ ընտրությունն է։ Երեխային ես հələ չեմ ճանաչում, չեմ տեսել։ Հարց չկա իմն է, բայց դա սուտ պատկերացնելով այդ ամեն ինչը։ Ես չեմ կարող զոհաբերեմ մի մարդու, ում սիրում եմ, ով իմ կողակիցն է, մի մարդու համար, ում դեռ չեմ ճանաչում, ու կապ չունի ով է։ ըհը։ Բայց նայ, դու ասացիր, որ առաջին հերթին կնոջ մասին ես մտածում, Ըհը։ բայց չէ՞ որ եթե երեխան ունենա ինչ-որ առողջական խնդիրներ, դա նույնպես կնոջ վրա ազդելու է։ Այդ ամեն ինչը արդեն քննարկման արդյունք առնելու դավետ չես կարող դու միայնակ այդ որոշումը կայացնես, դու միայնակ որոշում ես կայացնում մենակ այն դեպքում, երբ որ ասում են կամ մաման կամ երեխան։ Մենակ այդ ժամանակ դու կարաս միայնակ որոշում կայացնես։ Մնացածը արդեն իմ պատկերացմամբ քննարկելու հետ, Ըհը։ քննարկելուց հետո ավելի ճիշտ։ Իսկ եթե հղիությունը պատահական է ստացվել, պլանավորված չէր, ինչ-ինչ պատճառներով, Ըհը։ այդ դեպքում ինչ կասես, ու եթե էմբրիոնը, հա, այնտեղ այն վիճակում է, որ բժշկորեն լրիվ ա, առողջության վտանգ չի սպառնի ընդհատելը այդ դեպքում։ Ну, այդ նախնական այդ որ հələ նոր ձևավորված ինչ-որ վիճակները, որ չգիտեմ, պետք է սիտուացիայից հասկանաս էլի։ Եթե այդ երեխան պետք է ծնվի վաղը մյուս օր պրոբլեմ դառնա համ ձեր համար, համ դուք իր համար, վերջում էլ ինքը հասարակության համար ավելի լավ է ընդհատվի։ Իսկ եթե տես չես կանգնելու այդ երեխուն, իմաստը որն է այդ երեխուն բերելու։ Էսի այդ բարակայում այդ զալուտն է։ Ըհը։ Իսկ պատկերացնում ես, կարող ես պատկերացնել մի իրավիճակ, որի դեպքում սեռով պայմանավորված ընդհատումը արդարացված է։ Չէ։ Հասկացա։ Այսօր այսքանը, Դեվիդ ջան, շատ շնորհակալ եմ, որ եկար, իրականում հաճելի զրույց ունեցանք ու խորհրդանշական էր այն, որ ես ու դու շատ նման ենք մտածում շատ հարցերում։ Գրեթե բոլոր հարցերին դու պատասխանեցիր այնպես, ինչպես որ ես կպատասխանեի։ Ունես ինչ-որ բան ասելու։ Լավ ջան, ինձ էլ է շատ հաճելի, ուրախ եմ նորից, որ նորից կասեմ, ուրախ եմ, որ ստեղ էի, որ այս ամեն ինչի իմաստն եմ։ Մեր նմանությունների առումով կասեմ, որ լրիվ նորմալ եմ համարում, որովհետև այդ նմանությունները մեզ հասցրել է այն կետին, որ այսօր ունենք մենք հարաբերությունների մեր այդ ընկերության մեջ։ Շատ լավ։ Հարգելի հետևորդներ, ձեզ էլ չեմ ասում դիտորդներ, որովհետև Վարուժը մի անգամ թռավ դեմքիս, ասես դիտորդները ասոցիացում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, այնպես որ ձեզ կասեմ հետևորդներ, շնորհակալ ենք, որ մեզ հետ եղաք, լայքեք, մեկնաբանեք ու մեզ հետևեք։ Հաջողություն։